Սատուրնն ընտրել է իր սիրելիներին մինչև 2029 թվականը։ Պավել Գլոբան կանխատեսում է տվել բոլոր նշանների համար։ Սատուրնի մուտքը պատուհանի նշան, կարևոր աստղագիտական իրադարձություն է, որը կազդի բոլորի վրա առանց բացառության։ Հայտնի աստղագուշակ Պավել Գլոբան բացատրել է, որ դժբախտության մոլորակը սկսել է իր տարանցումը անցյալ տարվա մարտի 25-ին և ավարտվել 2026 թվականի փետրվարին։ Աստղագուշակի խոսքով Սատուրնը խոյի համաստեղությունում կարող է մեծացնել հասարակության դաժանությունը, բռնապետությունը և պահանջել խիստ կարգապահություն։ Հատկապես երբ խոսքը վերաբերում է երկարաժամկետ նախագծերին։ Նեպտունը Սատուրնի հետ միասնության մեջ այս մթնոլորտին կհաղորդի միստիցիզմի երանգ։ Այս ցիկլը կտևի մոտավորապես 2.5 տարի։ Այն օգտակար կլինի նրանց համար, ովքեր պատասխանատու և չկուն են իրենց որոշումների կայացման մեջ։ Այս ժամանակահատվածում որոշ կենդանակերպի նշաններ լուրջ մարտահրավերների կբախվեն, մինչդեռ մյուսները կտեսնեն նոր հնարավորություններ իրենց նկրտումները իրականացնելու համար։ Գլոբայի կարևոր խորհուրդը՝ պահպանեք նպատակների հստակությունը, աշխատեք կարգապահության վրա և սովորեք հարմարվել փոփոխություններին։ Առյուծներն ու աղեղնավորները կլինեն այս ժամանակահատվածում գլխավոր սիրելիները։ Սատուրնը կաջակցի նրանց ցանկացած ձեռնարկում, շինարարություն, ներդրումներ կամ այլ երկարաժամկետ ֆինանսական նախագծեր։ Ջրհոսն ու երկվորյակները նույնպես լավ կզգան Սատուրնի ազդեցության տակ, բայց միայն այն դեպքում, եթե արագորեն օգտվեն իրենց առջև բացվող հնարավորություններին։ Խոյերը կլինեն լուրջ ճնշման տակ։ Սատուրնը կպահանջի կարգապահություն և ինքնազոհաբերություն։ Այս նշանի որոշ ներկայացուցիչներ կարող են ակտիվ մասնակիցներ դառնալ կարևոր պատմական գործընթացներում։ Խեցգետինները, այծեղջուրները և կշեռքները դժվարություններ կունենան այս տարանցման ընթացքում։ Նրանք ավելի դժվար կընդունեն փոփոխությունները։ Ցուլի, կույսի, կարիճի և ձկերի համար այս ներխուժումը հավանաբար է որևէ նկատելի փոփոխություն չի բերի։ Օրվա աստղագուշակ։ Խոյ։ Այսօր չարժե որևէ կարևոր բան ձեռնարկել։ Մեծ է հավանականությունն այն բանի, որ մանր թյուրիմացությունները կխառնեն ձեր պլանները, իրենց հետ կբերեն ֆինանսական կորուստներ, ինչպես նաև կդառնան տարաձայնությունների առիթ այնպիսի մարդկանց հետ, որոնց հետ ձեր հարաբերությունները դուք թաքն եք գնահատում։ Այսօր հատկապես ձեզ մտահոգում են առաջին հայացքից աննշան թվացող, սակայն շատ հաճախ հանդիպող տարաձայնությունները մտերիմների ու ազգականների հետ։ Սիրելի մարդն այսօր ինչպես երբեք ձեր ուշադրության և հոգատարության կարիքն ունի և ուրախանում է դրա ցանկացած դրսևորման հետ։ Ցուլ։ Այսօր հնարավոր են տհաճություններ աշխատավայրում։ Ղեկավարությանը հայտնի է դառնում ձեր սխալների ու վրիպումների մասին։ Ձեր հասցեին բավական շատ է սլվում քննադատություն, սակայն անգամ այդ ամենով գործը չի ավարտվում։ Եթե դուք այսօր առավելագույն ջանքեր չգործադրեք ամեն ինչ ուղղելու ու շտկելու համար, ապա լուրջ ֆինանսական և պրոֆեսիոնալ խնդիրներն իրենց երկար սպասեցնել չեն տա։ Անձնական կյանքում գերիշխողը դրական միտումներն են, օրը բավական հարմար են նոր ծանոթությունների համար, չի բացառվում անգամ ռոմանտիկ հրապույրը։ Երկվորյակներ։ Շտապեք ավարտին հասցնել նախկինում սկսած և կիսատ թողած գործերը։ Եթե դուք այժմ դրանցում եզրափակիչ կետ չդնեք, ապա հետագայում դրանք երկար ժամանակ կմնան կախված վիճակում, ինչը բարդություններ կստեղծի առաջին հերթին ձեզ համար։ Մի շտապեք գործարքներ կնքել, մի ստորագրեք ոչ մի փաստաթուղթ, մինչև որ դրանք մանրամասն չուսումնասիրեք։ Այսօր սիրելի մարդը կստիպի ձեզ նյարդայնանալ, նշանի բազմաթիվ ներկայացուցիչներին կտանջի խանդի զգացումը։ Օրն ընդհանուր առմամբ հարմար է ավագ ազգականներին տեսակցելու համար։ Խեցգետին։ Այսօր դուք ստիպված եք լինելու ձեզ վրա վերցնել պատասխանատվություն, այնպիսի մարդկանց փոխարեն, ովքեր ունակ չեն անգամ ամենատարական որոշումներն ինքնուրույն կայացնելու։ Հարկադրված չպլանավորած ծախսերը բավական զգալի կլինեն, սակայն այդ փողերը շուտով կվերադառնան ձեզ։ Չարժե ռոմանտիկ հարաբերությունների զարգացման առումով հապչեպ որոշումներ կայացնել։ Այսօր դուք իդեալականացնում եք մարդկանց, վարդագույն ակնոցներով նայում բոլոր նրանց, ովքեր ձեզանով հետաքրքրված են, այնպես որ անձնական հարաբերություններում եղեք ավելի հաշվենկատ ու սթափ։ Արյուծ։ Բարենպաստ օր է նոր ձեռնարկումների համար, առաջին հերթին պատվախնդից պրոֆեսիոնալ մտահղացումներն իրականացնելու։ Նշանի առավել նպատակամղված ներկայացուցիչների համար հնարավորություն կընձեռնվի բարձրանալ ծառայողական աստիճաններով։ Կեսօրը կլինի բավական լարված, այդ թվում և ֆինանսական առումով, այնպես որ օրվա այդ ժամանակահատվածում մի կայացրեք հապչեպ որոշումներ, որքան էլ որ շրջապատի մարդիկ փորձեն ձեզ շտապեցնել։ Երեկոն աստղերը խորհուրդ են տալիս անցկացնել տանը, իսկ հոգնեցուցիչ գործերն ավելի լավ է հետաձգել վաղվան, ժամանակն ավելի լավ է օգտագործել ուժերը վերականգնելու համար։
Կույս, այսօր ձեզ պետք է գան համարձակությունն ու վճռականությունը, որքան ավելի վառ դրսևորվեն ձեր այդ որակները, այնքան ավելի լավ կդասավորվի ձեր օրը։ Հնարավոր են անսովոր հրապուրիչ արկածներ, բազմաթիվ առյուծներ կհայտնվեն ամենատարբեր արկածախնդրությունների մեջ եւ դրանից մեծ հաճույք կստանան։ Հնարավոր է, որ արժեքավոր տեղեկություններ ստանաք, օրը հատկապես հաջող կզարգանա այն առյուծների համար, ովքեր զբաղվում են հետազոտություններով եւ գիտական աշխատանքներով։ Հիշեք, որ այսօր դուք հեշտությամբ եք սիրահարվում, արագ կորցնում գլուխը, սակայն նոր հրապույրը շատ արագ կմոռացվի։ Կշերք, օրվա առաջին կեսը կանցնի բավական բեղմնավոր, դուք հնարավորություն կստանաք հպարտանալ ինքներդ ձեզանով։ Օրվա այդ մասը կապված է ոչ միայն պրոֆեսիոնալ ձեռքբերումների հետ, այլև ձեզ համար մեծ կարևորություն ներկայացնող հարաբերություններում դրական փոփոխությունների։ Գովելի է ցանկացած նախաձեռնողականության դրսևորումը։ Օրվա երկրորդ կեսին ձեր ինքնազգացողությունը կվատանա եւ ցանկալի չէ այդ ժամանակահատվածում ուղևորվել երկար ճանապարհությունների, ղեկին նստած։ Կույս ծնողների մոտ դժվարություններ կծագեն երեխաների հետ շփումներում։ Կարիճ, այսօր ձգտեք սառնասրտություն պահպանել ինչ էլ որ տեղի ունենա, իսկ եթե այդ հարցում խնդիրներ ծագեն, ապա հետևեք այն բանին, որ շրջապատի մարդիկ չկարողանան նկատել, թե իրականում ինչ էմոցիաներ են ձեզ բարուրել։ Միայն ծույլն այսօր չի փորձում ձեզ փռացնել, անգամ այն մարդիկ, ում համար դուք պատրաստ եք ամեն ինչի անել, միայն խորամանքություններ եւ խարտավազք են փնտրում, փոխարենը ուղակի խնդրանքով դիմել ձեզ։ Նշանի որոշ ներկայացուցիչները բավական լրջարեն մտահոգված են իրենց ֆինանսական վիճակով, այսօր անverջ այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե նրանք շատ շուտով կմնան առած գրոշի։ Աղեղնավոր, այսօր ով ասես փորձում է խառնել ձեզ գործերին, ձեզ անverջ խորհուրդներ են տալիս եւ նրանք, ում դուք դիմում եք նման խնդրանքով, եւ թե նրանք, ում հետ դուք կնախընտրեիք որքան հնարավոր հեռու մնալ։ Հանգստություն եւ անդոր պահպանելը շատ դժվար կլինի ողջ օրվա ընթացքում։ Կեսօրին էմոցիոնալ պայթյուն տեղի ունենալու հավանականությունն առավելագույնն է։ Երեկոյան իրավիճակը կփոխվի, դրա հետ մեկտեղ էլ դուք կսկսեք շրջապատող տեղի ունեցող իրադարձություններին վերաբերվել փիլիսոփայական հանգստությամբ։ Դա ձեզ ավելի հրապուրիչ կդարձնի շրջապատի աչքերում։ Այցեղջուր, մի սպասեք նվերների, եթե այսօր ցանկանում եք ինչ-որ բանի հասնել, պետք է բավական չարչարվեք եւ լուրջ ջանքեր թափեք, ընդ որում արդյունքների կարող եք հասնել միայն ինքնուրույն արված նախաձեռնությունների շնորհիվ։ Այսօր բավական մեծ է մտերիմ մարդկանց հետ ամեն տեսակ տարաթայնություններ ունենալու հավանականությունը։ Մտերիմներին անverջ թվում է, որ դուք չափազանց թեթևամիտ եւ անլուրջ եք, եւ ձեր ոչ մի գործողությունում չեք մտածում հետևանքների մասին։ Շրջապատին հակառակում համոզելու ձեր փորձերը դժվար թե հաջողությամբ պսակվեն։ Ջրհոս, այսօր դուք ստիպված կլինեք ժամանակավորապես ձեզ նվիրել բարդ ու հոգնեցուցիչ գործի, որը որքան էլ որ ձեզ տհաճ է, սակայն ձեր բանականությունը ձեզ հուշում է, որ այն անհնար է իրականացնելը։ Չարժե աշխատավառում քննարկել իրավիճակը գործընկերների հետ։ Չափից ավելի բաց բերանությունը այսօր կարող է ձեզ մեծ վնասներ պատճառել։ Նվազագույնի հասցրեք ամեն ետեսակի շփումներ։ Երեկոյան ամենից ճիշտ կլինի ընթերցանությամբ զբաղվելը, ընդ որում լավ կլինի, որ խստապահանջ լինեք ընտրված գրականության նկատմամբ եւ կարդաք միայն այնպիսի բան, որը կարող է ձեզ լիցք եւ մտորելու նյութ տալ։ Ձկներ, պրոֆեսիոնալ ոլորտում հնարավոր են զգալի փոփոխություններ, նշանի բազմաթիվ ներկայացուցիչների համար օրը առավելապես կապված կլինի մեծ հեռանկար խոստացող գործնական առաջարկների հետ, որոնք կստիպեն վերանայել իրենց նպատակներն ու կարիերայի հետ կապված հեռանկարները։ Այսօր շանսը բաց մի թողեք ինքներդ ձեզ ուրախացնելու մի ինչ-որ նոր ու հետաքրքիր բանով, ընտրեք հաճելի կոսմետիկ պրոցեդուրներ, այցելեք շոփինգի, գնեք ձեզ համար առավել հաճելի եւ թարմություն ներկայացնող բան։ Հիշեք, որ այսօր դուք կարող եք ձեզ նման բան թույլ տալ։